Ու հիմա այս լուրը ստանալուց հետո այն խաղաղության պնդումներին էշեշ հավատացողներից գոնե մեկը պետք է հասկանա, որ երբ մի իշխանություն խոսում է խաղաղությունից, իսկ նույն պահին թշնամին հայ գերիներին դատապարտում է ՑՄ ազատազրկման, այդ արդեն սխալ հաշվարկ չի, այդ համակարգային միտումնավոր խաբեություն է։ Ու եկեք բացենք մի հատ ամբողջ պատկերը, թե սրանց չակերտավոր խաղաղության դարաշրջան ասվածը իրականում ինչ է։ Պատմության մեջ կա մի հատ ամփոփող օրինաչափություն, երբ պարտված կողմը սկսում է խոսալ խաղաղության էջ բացելու մասին, հաղթող կողմը սկսում է գրել դատավճիռներ ու հիմա փաստացի բոլորս դրա ականատեսն ենք։ Այն Ալենը հայտարարում է, թե իբր թշնամության էջը փակա, ՔՊ-ն քարոզում է, թե իբր վերջ, այլևս վտանգ չկա։ Իսկ Ադրբեջանը նույն պահին անում է հետևյալը, ոչ թե բանակցում է, ոչ թե վստահության քայլ է անում, այլ ՑՄ դատապարտում է ապօրինի ձերբակալված հայերին։ Ու այս խաղաղություն չի, այս հաղթողի կողմից պարտվողի վերջնական ամրագրումն է իրավական շղթաների մեջ։